Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ։ Ես ողջունում եմ ամենահայրենասեր հայ ժողովրդի հատվածին, որովհետև հայրենասիրությունը դա հայրենիքի ճակատագրի հանդեպ կոլեկտիվ պատասխանատվության կենդանի զգացողությունն է, որից ելնելով մենք այս ձյան տակ կանգնած ենք և պահանջում ենք արդարացիություն Հայաստանում։ Հարգելի հայրենակիցներ, կա մի այսպիսի հնամենի սովորույթ մեզնից բավականին հեռու ապրող մի ժողովրդի մեջ, վիքինգների մեջ, այս ծովերին իրենց բախտը վստահած մարդիկ յուրաքանչյուր մեկի, որպես թիավար ափ իջնելուց, հանձնում էին նրան իր թիակը։ Եվ այս մարդը տանում էր իր հետ իր թիակը, գիտեք ինչի համար էր դա արվում, որ նավը լքած վարյագը հիշի, թե որքանով թուլացավ իրենց նավը, երբ ինքը լքեց անձնակազմը։ Մեր Հայաստան աշխարհը դա նավ է, որից հեռացած յուրաքանչյուր հայը, դա մեր պոտենցիալի, մեր ունեցած հնարավորությունների կրճատումն է։ Դա պատասխանատվություն է բոլորիս համար, և մենք ևս մեկ անգամ պետք է կոչ անենք, կասեցնել հայրենիքի անկումը։ Մենք հնամենի ժողովուրդ ենք։ Բազմաթիվ պատմական շրջադարձների ժամանակ մեզանից պոկվել են հատվածներ, հեռացելու թվում է թե անեացել։ Ոչ մեկը այսօր երևի չի հիշի 10-րդ, 20-րդ սերնդի հայերին, որոնք գտնվում էին Լեհաստանում, Հունգարիայում, արդի Ռումինիայի տարածքում, բայց ամեն անգամ գոյություն է ունեցել այն անսասան հույսը, որ կա հայրենիքը, որ հայի տեսակը վերարտադրվում է այստեղ։ Եվ մենք այժմ ապրում ենք մի ժամանակահատված, երբ կասկածի տակ է դրվում այս հայ ժողովրդի համար վերջին մի հույսն ու հանգրվանը, հայ ժողովուրդը լքում է սեփական պետությունը։ Եվ այսօր, երբ որ մենք խոսում ենք, պատահական չէ, որ մենք առաջին հերթին վանկարկում ենք Հայաստան, որովհետև մեր հայրենիքն է Հայաստանը և այն վտանգված է այսօր։ Բայց քանի դուք այստեղ եք, քանի այստեղ է ճակատագրով երկրի մտահոգ զանգվածը, բաղկացած հայերից, նարեկացու, քուչակի և ուրիշ հանճարների գեները իրենց մեջ կրողներից, չկա Հայաստանին վերջ, և Հայաստանը որպես այդպիսին կա և ապրելու է, բայց մենք չենք կարող չտեսնել այն վտանգները, որոնք կան։ Այո, Հայաստանը դա միակ նավն է, հայ ժողովրդի միակ ամբողջականությունը, որը կարող է անցնել համաշխարհային փորձությունների օվկիանոսը, որը շրջապատում է մեզ։ Բայց կա արդյոք այսօրվա Հայաստանի տերերի մեջ այդ գիտակցումը, որ անհրաժեշտ է այդ նավը բերել այն վիճակին, որ նա անցնի փորձությունների օվկիանոսը, երիցս ոչ։ Մենք տեսնում ենք առաջին սերնդի օլիգարխներ, որոնք պայքարում են երկրի ներսում հանուն փրկարար նավակների այդ նավի վրա դրված։ Ոչ մեկը չունի գիտակցումը այն բանի, որ իմաստը չկա կռվելու այդ նավակների համար, եթե խորտակում եք նավը։ Նավը խորտակվելուց հետո այդ նավակները օրեր կարող են պահել միայն մարդկանց իրենց վրա, այդ նույն օլիգարխներին, եթե նրանք հանդիպեն ուրիշ նավերի, այդ նավերը այդ նավակները չեն վերցնի, այդ մարդիկ գնալու են գերի հանձնվելու։ Ինչու ենք այսօր այս հարթակից պնդում այդ մասին, որովհետև Հայաստանում հնարավորությունները տնտեսական հանձնված են մարդկանց, որոնց միագումարի մեջ հայ ժողովուրդը չի կարող այստեղ ապրել 4 միլիոնով, 5 միլիոնով, 10 միլիոնով, որովհետև այդ մարդիկ քթից այն կողմ ոչինչ չեն տեսնում, որովհետև այդ մարդկանց աստվածը փողն է, իսկ սեփական շահը վեր է դասված ամեն ինչից։ Այո, ճիշտ է։
Հարգելի հայրենակիցներ, մեզ պարբերաբար մեղադրում են այն բանի մեջ, թե ինչու է շարժումը անընդհատ շարունակում ճնշումը։ Սակայն չմոռանանք, որ հայ ժողովուրդը լքում է Հայաստանը նաև այն պատճառով, որ անարդարացի է հայրենիքում ընթացքը ժողովրդավարության և հայրենիքի ճակատագրի որոշման։ Մենք այստեղ խոսում ենք տոտալ խախտումներից։ Եվ զարմացած մեզ հարցնում են, կան արդյոք այդ համակարգային խախտումները, թե ոչ։ Այո, այդ համակարգային խախտումները սկսվում են ընտրությունների մասին օրենքից, սկսում են շատ ավելի առաջ, բոլորս տեղյակ ենք, որ նրանց մեջ մնացել են այն սողանցքները, հատուկ թողնված են այն սողանցքները, որոնք տոտալ կեղծիքների հնարավորություն են ծնում։ Եվ այսօր, երբ որ հավաքվել ենք այստեղ, մենք բոլորս գիտենք, որովհետև բոլորի շրջապատում խոսում են, թե ինչպես է կեղծվել, թե որքան մարդ է քվեարկել, կրկնակի եռակի քառակի անգամ։ Այո, այսօր ասում են, սպասեք մինչև հաջորդ ընտրություններ։ Բայց, արդյոք ունի մեր Հայաստանը և Հայաստանի բնակչությունը այդքան սպասելու հնարավորությունը։ Երիցս ոչ։ Դա միևնույն է, թե ասենք կամայական հանցանքի համար, բերեք ոչ մեկին չպատժենք, վերջին հաշվով ժամանակների ավարտին գալու է Հիսուս Քրիստոսը և ահեղ դատաստան անի։ Բայց ով կհամաձայնի դրան, գալու է, անելու է, բայց յուրաքանչյուր մեկից պատասխանատվությունն է կայացնել արդարությունը իր կյանքի ընթացքում։ Եվ այս մասին երբ մենք խոսում ենք, նայում ենք միմյանց աչքերի մեջ, մենք պետք է հիշենք, որ մենք այս ամենը անում ենք հանուն Հայաստանի, ոչ թե ընդդեմ որևէ մեկի, ոչ թե ընդդեմ ինչ-որ կառույցների, սա արվում է հանուն Հայաստանի, հանուն նրա սերունդների ապագայի, արվում է մեկ կարևորագույն բանի համար, որ հարյուրավոր սերունդների, 100 հազարավոր պայծառ, սուրբ մարդկանց իղձը հանդիսացող հայկական պետությունը պետք է լինի արդարացի, չի կարելի, որ հայկական պետությունը շիջեցնի, մթագնի հայրենիքը, հայրենիքի զգացողությունը, ինչպես կարող է այն մնալ բարձր, երբ մարդիկ լքում են հայրենիքը հիասթափված, հուսահատված, վիրավորված մինչև հոգու խորքերը, գնում են պանդախտության ցուպը ձեռքներին բախտ որոնելու այս ու անդին, գնում են նրանցից ով ետ կգա, եթե մեր հայրենիքը չլինի արդար առաջընթացի մեջ և համապատասխան իր պապենական բարձրագույն վսեմ սրբազան բարոյական գաղափարներին։ Արդ հարգելի հայրենակիցներ, ես գտնում եմ, որ այս մտահոգությունը պետք է իրարահաղորդ անցնի մեր հայ ժողովրդի միջով։ Մենք պատասխանատու ենք ինչպես ապագայի սերունդների, այնպես էլ մինչև մեզ եղած սերունդների, իղձերի, ձգտումների, նրանց զոհաբերությունների ու վճռականության առաջ։ Այս իսկ պատճառով մենք կոչ ենք անում հիշել, որ մոտեցել ենք չափազանց վտանգավոր մի եզրագծի։ Այո, Հայաստանի շուրջը ևս աշխարհը եփ է գալիս, բայց մեր խնդիրը գլխից վեր պահելն է հայրենիքը։ Այդ իսկ պատճառով մենք մինչև մեր հաղթանակը պետք է վանկարկենք այդ սրբազան անունը՝ Հայաստան։